Երևույթը ընդհանուր այս տարածքի համար նկատվել է շուրջ 10 տարի, որը մեր ուժերով ամեն հոսքի ժամանակ մեր ուժերով մենք մաքրել ենք։ Իսկ այս մի թարմը այս հոսքը ես նկատել եմ շուրջ մի 15 օր առաջ, որը գրությունը ուղարկել է մեր մարզպետին եւ արտակա իրավիճակներին, որոնք միջոցները կիրառվել եւ բոլորին զգուշացվել է, որ նման միջոցները կանխվի։ Հիմնական պատճառներից նա, որ Վերևի թաղամասում կա Վանաձորիա Սարի թաղ շտանովի թաղամաս, որը Վանաձորի բնակիչներին ունեն կոյուղները հիմնականը միացված է շուրջ 30-40 տարվա կոյուղներ են։ Գումարվել է այս հոսքերի հետ եւ բոլորը հողի փախել է այս ձևի նման դեպքեր։ Ոչ թե մենակ համայնքի համար, սա վտանգավոր է Սարի այս փախնելը, մենք չգիտենք ինչքան կարող է փախնի, ինչքան խոհանար մետր հող, որը տակին գտնվում է գետ եւ գտնվում է գիծ, կփակվի մեծ ընդհանուր հանրապետական վտանգ կարող առաջացնի։ Անցյալ տարի մենք գրություն ենք ուղարկել Իրաքի մարզպետի հետ, մարզպետը գրությունը ուղարկել կառավարությունը մեկան նախահաշիվներ գրեցին, պատրաստեցին, որ բան 3 օրով եկան եւ նախահաշիվը կազմեցին հենապատելինի պատե ճանապարհի լայնացում, հետո գրություն եկավ, որ ֆինանսական կրիզիս պետությանը վատ վիճակի լինելու պատճառով հետաձգվում է միառ ժամանակով։ Ծրագրի մեջ որոշակիորեն մցված է թե այս թե ներքևի մեր ճանապարհները, որը միացնում է մեր գյուղը, երկու կամուրջները փլված են, ենթակա փլուզման արդեն քիչ ասը մնացել։ Ընդհանուր այստեղ հոսող լիսքեր են։ Էդ էլ պլյուս ալնեմ։ Առաջնային վտանգը կանխելու համար էտա պետք է ստուգվի, կանխվի, նոր մտածվի, ոնց դից առաջը փակվի։ Մասնագետներին գրություն ուղարկել է մարզպետը, նույնիսկ ընդհանուր միջև առաջարկվել է ճանապարհները փակել, մինչև հետազոտում կատարվել է, ուղարկվել է Վանաձորի քաղաքապետին, այս վարչական տարածքը պատկանում է Վանաձորի տարածքը, պրոստը դարպաս համայնքին է ճանապարհը տանը, վատ վիճակ է ընդհանուր։ Մեկը այս ճանապարհն է հատող, մեկը կա ներքևի ճանապարհ, որը լրիվ ջուրը, սելավատարները ջուրը գյուղամիջյան գնում են դեպի հիմնարկություններ կան ձեռնարկություն, թունելային գնում են, ասնում են գետը, թունելը լրիվ փակվել է 100 մետր երկարությամբ։ Ձմեռը եթե եկավ, մի ամսից հետո երկու ճանապարհներ փակվում են։